Բարի օր իմ շատ սիրելի հետևորդներ։ Այստեղից սկսում եմ նոր վլոգ նկարել, գնում ենք Երևան, բնականաբար այս գեղեցկությունը չէի կարող չնկարել, որպեսզի դուք էլ վայելեք մեր Սևանա լիճը, մեր բնությունը, որը իրոք չքնաղ է, ոնց որ կտավ լինի։ Վայելեք այս բնությունը մի փոքր, ովքեր որ հատկապես դրսում են գտնվում, ինձ թվում է բոլորիդ այսպես շատ հաճելի կլինի։ Ինչ ենք գնում Երևան, այսօր մեր թռիչքի օրն է, բայց մի փոքր շուտ ենք գնում, որպեսզի մի փոքր ման գանք Երևանում, երեկոյան է մեր թռիչքը, որից հետո նոր կգնանք օդանավակայան, այնտեղ տեսակ մեր հայրեվանքի վանքը, եւ հիմա շարժվում ենք, արդեն Երևանում ենք եւ դուրս ենք եկել ման գալու ամուսնուս ընկերոջ ընտանիքի հետ, մի փոքր ման կգանք, մինչև որ երեկո լինի եւ գնանք օդանավակայան։ Երևանը նույնպես շատ գեղեցիկ է, ինչպես միշտ, եւ այստեղ մի տեսակ ուրիշ աուրա կա։ Լրիվ ուրիշ է, ոչ միտեղ այսպեսի զգացողություններ չի լինում։ Հիմա եկել ենք Երևան մոլ, Մարինային բան է պետք է այստեղից գնել, որը մեր մոտ չկա։ Խանութները փակ են, բնականաբար հիմա կգնենք Մարինային ինչ որ պետք էր եւ դուրս կգանք երևի Հանրապետության հրապարակ, այնտեղից էլ արդեն կտեսնենք ինչ ենք անելու, որպեսզի ժամերի մեջ տեղավորվենք։ Վերջապես հրապարակում ենք, այնքան լավ այսպես եղանակ կա դրսում, որ կարելի է ժամերով նստել, այս անուշ եղանակի բույրը վայելել։ Հիմա անցնենք անցումը եւ մոտենանք երկող շատրվաններին, ափսոս որ երեկոյան չենք տեսնելու երկող շատրվանները, շատ ավելի գեղեցիկ է, բայց դե հիմա նույնպես շքեղ է, բնականաբար խոսքերն ավելորդ են։ Վայելեք նույնպես դուք։ Արդեն երեկոյի է, մենք կամաց շարժվում ենք դեպի օդանավակայան, որպեսզի չուշանանք մեր թռիչքից, իհարկե չենք ուզում, բայց ստիպված ենք օդանավակայանում ենք արդեն, հիմա սպասում ենք հավաքվենք իրար գլուխ բոլորս եւ անցնենք ռեգիստրացիան, նաեւ կտեսնենք duty free-ում ինչ կա, Մարինան էլ իրան ուզում է նվերներ գնի, մի խոսքով էսպես, այնպես որ մնացեք մինչև վերջ, որպեսզի տեսնենք duty free-ում էլ ինչեր ենք գնում։ Հիմա ես էլ տեսնեմ ինչ ունենք duty free-ում, քանի որ մեր ձեռքի ճամպրուկները բագաժի չէին, բայց հետո պարզվեց, որ կարող ենք բագաժ հանձնել, բագաժ հանձնեցինք, դրա համար ես այդքան շատ բաներ չեմ կարողացել գնել, որովհետև տեղ չունեինք բնականաբար, բայց հիմա փորձեմ այստեղից մի քանի բան վերցնել, կոնյակ հատկապես եւ քաղցր, ինչ որ չեմ վերցրել, կոնֆետներ գնել եմ, բայց սուջուխ այդպիսի քաղցրեղեն չեմ գնել։ Հիմա տեսնեմ ինչ կա եւ մի հատ էլ լավ կոնյակ ընտրեմ, քանի որ ես խմիչքների կոլեկցիա եմ հավաքում, հատկապես կոնյակների։ Եվ հիմա տեսնենք ինչ հետաքրքիր բան կա եւ մի հատ է կոնյակ վերցնեմ։ Մինչեւ որ Մարինան իրան օծանելիք ընտրում, օծանելիք ընտրի։ Դուք էլ տեսեք, վայելեք, թե ինչեր են վաճառում հայկական արտադրության հիմնականում ինչ կա, հայկական արտադրությանն եմ նայում, բնականաբար ուրիշ տեղի արտադրությունը մեր մոտ կա, բայց հայկականը այսպիսի բազմազանություն միգուցե եւ կա, բայց ես այդպես չգիտեմ, չեմ տեսել։
Գրեք տեսնեմ դուք duty free-ից ինչեր եք գնում եւ առհասարակ Հայաստանից ինչ եք գնում։ Սուրճերի տեսականի կա, որը չգիտեմ իհարկե լավն են, լավը չեն, կասկածում եմ, տատանվում եմ, վերցնեմ, չվերցնեմ, այդպես էլ չեմ վերցնում։ Ոյ ինչ գեղեցիկ աղաման է։ Շատ հետաքրքիր բաներ կա, ասեմ իմանաք։ Եվ վերջ եկավ ժամանակը, նստում ենք ինքնաթիռ, մեր թռիչքը 22-ից 45 էր, մոտավորապես ժամը 1-ին կլինենք Մոսկվայում, մինչև հասնենք տուն 2-3-ը մի խոսքով, մինչև բագաժն ստանանք, 2-3-ը հազիվ էլ հասնենք տուն, դե ինչ, հիմա տեսնենք ինքնաթիռը նույն ինքնաթիռից է, որ հետ ենք եկել ենք Հայաստան, թե փոքր ինքնաթիռ է երևում։ Նույն ինքնաթիռներ էլ ավելի հարմար, հիմա ինքնաթիռը պատրաստում է թռիչքի, տեսնում եք, որ էկրաններից ամբողջը երևում է, ամեն նստատեղ ունի իր էկրանը և կարող է հետևել ճանապարհին և կարող են ֆիլմեր դիտել, խաղեր, մի խոսքով, հաստատ չեն ձանձրանա և կզբաղվեն, չնայած որ մենք այնքան հոգնած ենք, որ դժվար էլ ինչ-որ մի բանով զբաղվենք, ինձ թվում է կքնենք։ Դե ինչ սիրելիներիդ, մեզ բարի թռիչ, մեր ինքնաթիռը համայրը արդեն պատրաստում է թռնելու, հիմա երկու և կհանդիպենք արդեն Մոսկվայում, չգիտեմ, այս վլոգի հետ կպեցեմ ինչ-որ վլոգներ, վիդեոներ, թե ուրիշ, արդեն սկսենք, արդեն ժամանակը ցույց կտամ, տեսնենք էլ ինչ ենք նկարում։ Արդեն տանն ենք, առավոտ շուտ է, ցույց տամ ինչ են գնել duty free-ից, ինչ եմ բերել Հայաստանից, ինչ եմ գնել, շատ բան չեմ կարողացել գնել, ցավոք սրտի բնականաբար իս ճանաչելով պետք է իմանայիք, որ գնելու եմ սպասք, բայց դե չէի կարող հետս բերել, դրա համար ոչ մի բան չեմ գնել։ Մարինան այդպիսի Victoria's Secret-ի միստեր է վերցրել, 3 հատ, ես բնականաբար կոնյակ իմ կոլեկցիայի համար, այսպիսի կոնյակ չունեի, 7 տարեկան, ես ընդհանրապես չեմ խմում, բայց խմիչքի հավաքելու սիրահար եմ, չգիտեմ լավ կոնյակ է, թե վատն է, գրեք տեսնեմ, եթե փորձողներ կան, կոնյակ, հետո սուջուխ, այսպիսի մանր մունր երեխաները սիրում են, որը այստեղ չկա, և կոնֆետներ, այս կոնֆետները չրերով շատ համեղ են, ես միշտ սրանից եմ գնում, կամ տուփով տարբերակը, բայց կիլոգրամով տարբերակը էլ ավելի ձեռք է տալիս, այսպես ասած, և սովորական Grand Candy-ի շոկոլադները, հա, Մարինան իրան կիտկաթ է գնել, ասում է ստեղ շատ քիչ է, չգիտեմ, ես չեմ սիրում կիտկաթը և չեմ էլ իմանում, և այս էմոջիները, եթե փորձել եք, գրեք տեսնեմ հավանում եք, թե ոչ, շիպուչի ինքը ներս շոկոլադի մեջ, շիպուչի կարամելա, շատ համեղ է։